Ճանաչել զիմաստություն եւ սխրատ, իմանալ զբանս հանճարով։ Դպրություն։ Ողջույն սիրելի ռադիոլսողներ, եթերում դպրություն հաղորդաշարն է, ես Աննա Սահակյանն եմ։ Այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, որի մասին հաճախ խոսվում է, բայց ոչ միշտ խորությամբ։ Կրթությունը եւ դրա նշանակությունն արտաքուստ գուցե երկրորդական թվացող, բայց իրականում ճակատագիր փոխող գործընթացներում։ Մասնավորապես, ինչ դեր ունի կրթությունը պրոբացիայի շահառուների կյանքում եւ ինչպես կարող է այն դառնալ նոր սկիզբ ունենալու, հասարակության մեջ վերամիավորվելու ու կայուն ապագա կառուցելու հիմք։ Այսօր հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման եւ վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մողդոսյանը, իրավական նախաձեռնությունների կենտրոն կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պրոբացիայի համակարգը ոչ միայն վերահսկում է դատապարտված անձանց պարտավորությունները, այլև հնարավորություն է տալիս վերաինտեգրվել հասարակությանը առանց ազատազրկման։ Բայց այս ճանապարհը բնականաբար հեշտ չէ, այն պահանջում է աջակցություն, մոտիվացիա եւ ամենակարևորը գիտելիք։ Եվ այստեղ կրթությունը դառնում է առանցքային գործիք։ Ոչ միայն նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, այլև մտածողության փոփոխման, ինքնագնահատման, ինքնագտնման եւ սեփական հնարավորությունների գիտակցման համար։ Այսօր փորձենք հասկանալ, ինչու է կրթությունը այդքան կարևոր պրոբացիայի շահառուների համար, ինչպես է այն ազդում ապագա կյանքի որակի վրա եւ ինչ ծրագրեր ու հնարավորություններ են գործում այս ուղղությամբ։ Սկսենք ընդհանուր պատկերացումից, որպեսզի հասկանալ, թե ինչու է կրթությունը կարևոր եւ պետք է պարզ լինի ինչ վիճակում են գտնվում շահառուները կրթության տեսանկյունից։ Ասեք խնդրեմ, Սիրարփի Մողդոսյան, ինչ է ընդհանուր կրթական իրավիճակը պրոբացիայի շահառուների շրջանում եւ առհասարակ ինչպիսի բացեր, կարիքներ կամ հնարավորություններ եք տեսնում։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հրավիրելու համար։ Պրոբացիայի ծառայությունը տարատեսակ լիազորություններ ունի եւ տարատեսակ գործառույթներ է իրականացնում է դատապարտված անձանց պատիժների կատարում, այլընտրանքային խափանման միջոցների կատարում, ինչպես նաեւ վերահսկողական գործառույթ, բայց այս բոլոր գործառույթների մեջ շատ կարեւոր դեր ունի վերասոցիալականացման գործառույթը, այդ ձեր կողմից նշված կրթական վերասոցիալականացման, վերաինտեգրման գործառույթը եւ ուզում եմ նշել նաեւ, որ պրոբացիայի ծառայությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հենց վերասոցիալականացման գործընթացին, որովհետեւ ինչքան էլ որ մենք շահառուին վերահսկենք, պատիժի կատարածենք, եթե մենք զուգահեռ չիրականացնենք վերասոցիալականացում, բնականաբար մենք հասկանում ենք, որ անձը շեղվող վարք է դրսևորել, շեղվել է եւ ինչ որ մի փուլում իր կյանքը ոչ ճիշտ ճանապարհով է կառուցել։ Եվ վերասոցիալականացման գործառույթը հենց այն գործառույթն է, որ շահառուին հետ է բերելու ավելի օրինապահ իրավահպատակ վարքագծի եւ օրինապահ քաղաքացու ձևավորմանը։ Շատ լավ, Նարէ Հովհաննիսյան, 2025 թվականի նոյեմբերին հաջողությամբ ավարտվեց մի ծրագիր, որը կրում էր վերաինտեգրման ուղիներ հզորացում սոցիալական ներառման միջոցով հանուն կայուն ապագայի խորագիրը։ Ինչ էր իրենից ներկայացնում այս ծրագիրը։ Ծրագիրը մենք իրականացրել ենք Գյումրիում պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուների համար։ Իրականում ամբողջ ծրագիրը հենված էր ոչ ֆորմալ կրթության վրա։ Այսինքն ծրագրի շրջանակներում մենք մասնակից շահառուներին փոխանցել ենք այնպիսի գիտելիքներ, հմտություններ, որոնք իրենց կյանքում իրենց անհրաժեշտ են, որոնց փոխանցման եղանակը կատարվում է ոչ ֆորմալ եղանակով։ Ծրագրի մասնակիցները եղել են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի հասուն տարիքում են, ունեն կրթություն, շատերը ունեն նաև աշխատանք, բայց այս ծրագիրը եկել է իրենց հավելյալ աջակցություն ցուցաբերելու հենց ոչ ֆորմալ կրթություն փոխանցելու միջոցով։ Այս համատեքստում ես շատ կարևորում եմ օրինակ իրենց իրավական կարգավիճակի վերաբերյալ գիտելիք փոխանցելը։ Օրինակ, ինչ է նշանակում դատվածություն ունենալ, երբ է համարվում դատվածությունը հանված, դրա հետ կապված ինչ իրավական կամ այլ սահմանափակումներ անձինք կարող են ունենալ իրենց սոցիալական կամ այլ իրավունքների իրացման ժամանակ։ Օրինակ, մարզում սոցիալական աջակցության ինչպիսի ծրագրեր են գործում, այդ ծրագրերին ինչպես կարող են դիմել։ Եվ օրինակ պրակտիկայում նաև նման
դեպքեր եղան, երբ անձինք դիմել էին այդ ծրագրերին, որոշակի խոչընդոտների էին հանդիպել, բայց հենց դասընթացների ժամանակ համապատասխան պետական պաշտոնյաների կողմից տրվել են բարձաբանումներ, ուղղորդումներ եւ անձանց խորհուրդ է տրվել, թե իրենք ինչպես կարող են հետամուտ լինել այդ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու ժամանակ։ Շատ կարևոր բաղադրիչ էր սոցիալական, այսպես ասած, զբաղվածության հմտությունների զարգացումը, օրինակ, ինչպես կազմել աշխատանքի ռեզյումե, ինչպես ներկայանալ աշխատանքի հարցազրույցի, ինչպես գտնել աշխատանք, ինչպես հաղորդակցվել գործատուի հետ։ Շատ կարևորել ենք նաև հուզական բարեկեցության բաղադրիչը, օրինակ, ինչպես կարելի է հույզերը եւ ստրեսային իրավիճակները կառավարել, ինչ է նշանակում անձնային աճ, ինչ ներուժ ունեն, ինչպես կարող են դա բացահայտել, ժամանակը ինչպես կարող են կառավարել։ Իրականում սրանք կարևոր, այսպես կարող եմ ասել, նաև կրթական, տեղեկատվական բացեր են, որոնք չենք բացառու, որ կարող են հանգեցնել իրավախախտման։ Օրինակ, եթե անձը չի կարողանում իր հույզը կառավարել, նման իրավիճակում հնարավոր է օրինակի համար ներգրավի այնպիսի հարաբերությունների մեջ, որոնք կարող են անգամ քրեական պատասխանատվություն ենթադրել իր համար։ Եթե նաև ընդհանուր վերասոցիալականացման կոնտեքստում դիտարկենք, ծրագիրը կարևոր էր նաև այն տեսանկյունից, որ մենք փորձել ենք ամրապնդել կապերը մարզում գործող պետական եւ հասարակական կառույցների միջև։ Դա էլ վերասոցիալականացմանը նպաստող բավականին կարևոր գործոն է, որովհետեւ յուրաքանչյուր կառույց իր գործառույթների շրջանակում կարող է նպաստել, որպեսզի այս անձինք ավելի ներառված լինեն իրենց սոցիալական միջավայրում։ Եվ մի շատ հետաքրքիր նկատառում կուզեմ նաև հավելել, որ կազմակերպված դասընթացներին մասնակցել են նաև պրոբացիայի շահառուների ընտանիքների անդամները։ Որքանով է սա կարևոր։ Դա բավականին կարևոր է, ինչու, որովհետև ովքեր են պրոբացիայի ծառայության շահառուները, այն անձինք, ովքեր իրավախախտում են կատարել, ինչը ենթադրել է պատիժ, խափանման միջոցի կիրառում։ Եվ բնականաբար հատկապես փոքր համայնքներում այդ սոցիալական խարանի, մեկուսացման, պարսավանքի թիրախում հայտնվում են նաև ընտանիքի անդամները, որովհետև իրավախախտ վարքագիծ դրսևորողը օրինակ տվյալ ընտանիքից է։ Եվ այդ բոլոր բացասական հետևանքները իրենց վրա կրում են նաև ընտանիքի անդամները, հետևաբար այդ հմտությունների եւ գիտելիքների փոխանցումը ընտանիքի անդամներին եւս բավականին կարեւոր էր, բայց ինչն է կարեւոր, որ այդ պարսավանքի եւ խարանի թիրախում շատ հաճախ կարող են հայտնվել նաեւ իրավախախտները իրենց ընտանիքի անդամների կողմից, եւ հետեւաբար շատ կարեւոր էր, որ դասընթացների ժամանակ իրենց, այսպես ասած, իրավախախտ ընտանիքի անդամին տեսնում էին դրական տեսանկյունից, քանի որ դասընթացների ժամանակ բավականին կարեւոր հարթակ էր տրամադրվում այդ փոխօգնության մթնոլորտի ձևավորման համար, եւ անձինք հնարավորություն էին ունենում իրենց դրական տեսանկյունից ներկայացնելու իրենց ներուժը պոտենցիալը բացահայտելու տեսանկյունից, եւ դա բավականին կարեւոր էր, քանի որ եւ իրենց հարաբերություններն են բարելավում եւ ընտանիքն է ավելի այդ աջակցությունը ստանում առ այն, որ կան մարդիկ, ովքեր պատրաստական են իրենց աջակցել հաղթահարելու այդ կյանքի դժվարին փուլը, որի մեջ իրենք հայտնվել են կյանքի հանգամանքների բերումով։ Եվ փաստորեն այդ ամբողջ ընթացքում ձեռք էին բերում սոցիալական վերաինտեգրման հմտություններ։ Այո, եւ բավականին կարեւոր բաղադրիչը այն է, որ գիտելիքը կարող է լինել սոցիալական ներառման, սոցիալական ինտեգրման կարեւոր բաղադրիչ եւ այդ հնարավորություններից հավասարապես օգտվել է նաեւ ընտանիքի անդամները։ Կրթության կարևորությունը հաճախ արտահայտվում է հենց այն ազդեցությամբ, որը թողնում է մարդու կյանքում եւ ապագայի վրա։ Ինչպես է կրթությունը ազդում պրոբացիայի շահառուների ինքնընկալման, մտածողության փոփոխման եւ սոցիալական կարգավիճակի վրա։ Այո, դուք ճիշտ եք ասում, ամբողջովին համաձայն եմ, եւ մենք գիտենք, որ այսօր մեր կառավարությունը որդեգրել է պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու գաղափարախոսությունը, եւ նույն ձեր ասած այս համատեքստում շատ արդիական է, եւ հենց դրա համար էլ մենք շատ կարեւորում ենք վերասոցիալականացման կրթական բաղադրիչը։ Ուզում եմ ուղղակի թվային մի քանի նշումներ անել, որ կարողանամ ցույց տամ ինչքան է ծառայությունը կարևորում վերասոցիալականացման իրականացումը։ Մենք օրինակ 2024 թվականին ունեցել ենք ընդհանուր տարվա մեջ 62 միջոցառում, իսկ 25 թվականի առաջին կիսամյակում, դեռ երկրորդ կիսամյակը ամփոփված չէ, որ նշեմ թվերը, առաջին կիսամյակում ունեցել ենք 130 միջոցառում վերասոցիալականացման ուղղված։ Դրա մեջ մտնում են մշակութային, կրթական, մասնագիտական, արհեստագործական, կրոնական, սպորտային տարբեր ուղղությամբ դասընթացներ։ Եվ ուզում եմ նաև թվային նշել, որ նույն այդ 24
2014 թվականի 62 միջոցառմանը մասնակցել են 1220 շահառու, իսկ 25 թվականի առաջին կիսամյակում արդեն 130 միջոցառման մասնակցել են 2740 շահառու։ Եվ նաև ուզում եմ նշել, որ ծառայությունը, քանի որ արդեն ունենք բավականին մասնակցություններ եւ մենք կարողանում ենք գնահատել որակապես նաև վերասոցիալականացման ծրագրերը, մենք ցանկանում ենք այս ուղղությանը հետևել, որ այսուհետ մեր ծրագրերը լինեն թիրախային եւ եթե օրինակ շահառուն ունի կախվածության խնդիր, մենք իրեն ուղղորդենք կախվածությունների տրեյնինգի։ Օրինակ բռնի վարքի նվազեցման խնդիր, բռնությամբ հանցանք է գործել, իրեն ուղղորդենք բռնի վարքի նվազեցման տրեյնինգի։ Այսինքն թիրախային վերասոցիալականացման կրթական մասնագիտական ծրագրեր լինեն եւ շահառուն մասնակցի հենց թիրախային ծրագրերի։ Եվ հենց այս կոնտեքստում էլ ուզում եմ նշել, որ ծառայությունը մի շարք ծրագրեր է ներդրել հենց թիրախային ուղղությամբ։ 3 ծրագիր ներդրել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, բռնի վարքի նվազեցման ծրագիրը, կախվածությունների հաղթահարման ծրագիրը եւ ընդհանուր իրավախախտում կատարած անձանց համար վերականգնողական ծրագիր եւ 1 ծրագիր էլ ներդրել ենք UNICEF-ի աջակցությամբ, ծնողավարությունը բռնության կանխարգելման համատեքստում վերականգնողական ծրագիրը եւ հետեւողական ջանքերի շնորհիվ այս ուղղությունը մենք շարունակելու ենք, մյուս տարի նախատեսում ենք ունենանք խաղամոլության ուղղված ծրագիր եւ շարունակական թիրախային ծրագրեր։ Իհարկե կան նաև խոչընդոտներ, որոնք դժվարացնում են կրթական գործընթացում ներգրավվելը շահառուի։ Որոնք են հիմնական խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են շահառուները կրթական ծրագրերին մասնակցելիս։ Ինչպես Նարէ Հովհաննիսյանը նշեց, մենք խոչընդոտներ ունենք մարզային մարմիններում վերասոցիալականացման ծրագրերի ակտիվացման ուղղությամբ եւ երբ սկսվում էր այս ծրագիրը, մենք Նարէ Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև այս խնդիրը, որ հենց մարզային մարմնում իրականացնենք եւ հենց այդ կոնտեքստում էլ ընտրվել է Շիրակի մարզային մարմինը, որովհետեւ մենք գիտենք, որ մարզային մարմիններում հասարակական կազմակերպությունները քիչ են եւ նաեւ պրոբացիայի ծառայության ռեսուրսներն են քիչ, քանի որ պրոբացիայի ծառայությունում մասնագիտական բաժին ունենք միայն Երևան քաղաքում եւ հենց այդ խոչընդոտի շրջանակներում էլ մենք այս ծրագիրը տեղափոխել ենք Շիրակի մարզային մարմին եւ նախ դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել եւ նաեւ ծրագրի արդյունավետության առումով ուզում եմ ասել, որ բավականին արդյունավետ ծրագիր է եղել, 16 դասընթացներ են իրականացվել 40 շահառուների հետ եւ շահառուները շատ ակտիվ մասնակցել են։ Մենք նաեւ արդեն մոնիտորինգ ենք անում շահառուների մի մասը փորձում է աշխատանք գտնել հենց դասընթացի շնորհիվ ստացած գիտելիքների եւ հմտությունների շնորհիվ։ Նաեւ դասընթացի ավարտին կազմակերպվել է այսպես ասած միջգերատեսչական հանդիպում, տարբեր կազմակերպությունների են հրավիրել, տարբեր պետական կառույցների եւ այդ համագործակցության արդյունքում էլ արդեն շահառուներին կարողանում ենք ուղղորդենք տարբեր հաստատություններ, տարբեր տեսակի կրթական, մասնագիտական եւ ոչ միայն վերասոցիալականացման ուղղված աջակցություն ստանալու համար։ Բնականաբար մարզային մարմիններում շատ ավելի քիչ ծրագրեր են հասանելի եւ այս առումով կարծում եմ, որ նաեւ այլ ծանրաբեռնվածությունը, օրինակ տնային կալանքների ապահովում, վերահսկողության իրականացնում իրական ծանրաբեռնվածություն է առաջացնում եւ իսկապես նաեւ ինչ որ առումով յետին պլան է մղում, եթե կարող ենք այդպես ասել, վերասոցիալականացման ծրագրերի իրականացումը եւ այս առումով բնականաբար մեր առաջին առաջարկություններից մեկը այն է, որ դրան սկսվի, այսպես ասած, համակարգային ուշադրություն դարձվել, որովհետև մարզում գործող հասարակական կազմակերպություններից ոչ բոլորի առաջնային նշանակությունն է այս ոլորտում գործունեություն իրականացնելը եւ բնականաբար հարցը ինչ որ առումով պետք է բնականաբար քննարկման դաշտ դուրս բերվի եւ նաեւ այդ վերասոցիալականացման հնարավորությունների հավասար ապահովման տեսանկյունից այդ ծրագրերը սկսեն իրականացվել նաեւ մարզային մարմիններում։ Բայց տեսեք, եթե օրինակ ես զուգահեռներ տանեմ այն անձանց միջև, ովքեր պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում եւ պրոբացիայի ծառայությունում, որոշակի տարբերություններ կան, բնականաբար այն անձինք, ովքեր փակ հաստատություններում են, մի փոքր ավելի այլ ձևով են վերաբերվում այս միջոցառումներին, որովհետեւ ազատության մեջ հայտնվելու հույսը, այսպես ասած, ինչ որ առումով կապված է նաեւ այդ ծրագրերի մասնակցության հետ։ Բայց պրոբացիայի ծառայության շահառուները ազատության մեջ են եւ այստեղ նաեւ ազատության մեջ իրենց հետ շատ ավելի շատ աշխատանք պետք է տարվի, որպիսի նաեւ այս անձանց կողմից գիտակցվի գիտելիքի եւ կրթության
կարևորությունը եւ այս գիտելիքը բավականին պրակտիկ նշանակություն ունի իրենց առօրյայում։ Օրինակի համար անձը, ով զրկվել է վարորդական իրավունքից եւ դա իր պատժի տեսակն է, գործնականում կարիք ունի իմանալու։ Օրինակ, երբ իր պատիժը ավարտվի, ինքը նորից պետք է վարորդական իրավունքի վերականգնման այդ process-ը անցնի, թե ինքը կարող է օգտագործել իր վարորդական նախկին իրավունքը։ Սա բավականին պրակտիկ եւ առօրյայում շատ նկատվող հարց է։ Բնականաբար դա կապված է իրավական իրազեկվածության գիտելիքի բացի հետ եւ դասընթացների ժամանակ մենք նաեւ բավականին մանրամասն ուշադրություն ենք դարձրել այդ հարցերի շուրջ իրազեկմանը։ Օրինակ, երբ կարելի է դիմել մարդու իրավունքների պաշտպանին, որ դեպքերում ինչպես կարող են դիմել, որ իրավախախտման դեպքում։ Բնականաբար մենք նաեւ համապատասխան հանդիպումներ ենք ունեցել եւ մանրամասն անձանց պարզաբանվել է։ Օրինակ, աշխատանքի ինչ հնարավորություններ կան հատկապես մարզերում, ինչպես կարող են դիմել, ինչպես լրացնել մրցունակ աշխատանքային ռեզյումե, ինչպես ներկայանալ աշխատանքի հարցազրույցի։ Այսինքն, ըստ էության ես նաև հատկապես մարզերում աշխատելով մի փոքր այդ գիտելիքը դրական կողմից ներկայացնելու նաև անհրաժեշտությունն եմ տեսնում եւ նաև դասընթացների ժամանակ մենք մասնակիցներին հենց այդ ինֆորմացիան էլ փոխանցել ենք, որ միգուցե տվյալ դասընթացի ժամանակ քննարկված թեման ձեզ շատ չի վերաբերում, բայց դուք ինքներդ ձեզ ընկալեք նաև որպես դրական ինֆորմացիայի փոխանցող եւ օրինակ ձեր ընտանիքի որևէ անդամի, ձեր որևէ բարեկամի, հարևանի, ընկերոջ, միգուցե կյանքի որևէ փուլում այս ինֆորմացիան պետք լինի եւ դուք նաև ինքներդ դառնաք գիտելիքի եւ դրական ինֆորմացիայի փոխանցող։ Գիտեք, վերասոցիալականացման այս գործընթացներում անշուշտ շատ կարևոր է մասնագիտական աջակցությունը, բայց սրանից ոչ պակաս կարևոր է նաև մասնագիտական ռեսուրսների հարցը։ Պրոբացիայի ծառայությունը մասնագիտական կրթության ապահովման հետ կապված համագործակցում է իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի հետ եւ մենք այս տարի ունեցել ենք մի քանի դասընթացներ, մի քանի ուղղություններով, ունեցել ենք ծրագրավորման ուղղվածությամբ դասընթացներ, անգլերեն լեզվի հմտությունների դասընթացներ եւ ինչ են տալիս այդ դասընթացները։ ՊՕԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում վերջում իրենք ստանում են փաստաթուղթ, սերտիֆիկատ, որ մասնակցել են դասընթացին։ Գիտենք, որ ծրագրավորումը ամենաարդիական պահանջված մասնագիտություններից մեկն է եւ շահառուները ստանալով այդ մասնագիտությունները կարողանում են արդի աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Նույն անգլերեն լեզուն շատ պահանջված հմտություն է, որովհետեւ գիտենք, որ աշխատաշուկայում ինչ բնույթի աշխատանքի էլ գրեթե դիմում ենք, պահանջար կա օտար լեզվի իմացության։ Մեր խնդիրն է մասնագիտական կրթության միջոցով մեր շահառուներին դարձնել ավելի մրցունակ անձիկ հասարակության մեջ, որպեսզի կրթվեն, այնուհետև գտնեն աշխատանք եւ ավելի արդյունավետ վերաինտեգրվեն հասարակություն։ Իրականում մասնագիտական ներուժի հետ կապված հարցը մենք նաև ծրագրի իրականացման ընթացքում ենք նկատել։ Այստեղ նաև կարևոր առաջարկությունը մեր կողմից, որը մենք նաև պետք է ներկայացնենք, այն է, որ նաև այդ մասնագիտական ներուժի զարգացմանը բավականին կարևորություն տրվի։ Օրինակ, մարզային մարմինների ծառայողների համար էլ իրականացվեն այնպիսի թեմաներով դասընթացներ, որոնք վերաբերում են օրինակի համար վերասոցիալականացմանը կամ նմանատիպ աշխատանքներ նաև պրոբացիայի շահառուների հետ իրականացնելուն, անցկացնելուն։ Կոնկրետ մեր ծրագրի շրջանակներում մենք նաև ծրագրի նյութերը պատրաստվում ենք նաև փոխանցել պրոբացիայի ծառայությանը եւ կարևոր նաև ձեռքբերումներից մեկը այն էր, որ պրոբացիայի ծառայողները, ովքեր ուղեկցել են շահառուներին դասընթացի, իրենք նաև ներկա են եղել դասընթացի ժամանակ, այսինքն իրենք էլ այդ ինֆորմացիային ծանոթացել են եւ նաև չենք բացառում, որ հետագայում, երբ այս մոտեցումներին նաև մարզային մարմիններում շատ ավելի ուշադրություն դարձվի, նաև իրենք էլ այդ գործառույթները արդեն սկսեն իրականացնել շահառուների հետ։ Երբ խոսում ենք մասնագիտական ներուժից կամ մասնագիտական ռեսուրսներից, մենք խնդիր ունենք այդտեղ։ Իհարկե մենք խնդիր ունենք եւ ուզում եմ նշել, որ ուրախություն մեզ կառավարությունը 138 նոր հաստիկներ է հատկացրել պրոբացիայի ծառայությանը 2026 թվականի հունվարի 1-ից եւ ես լիահույս եմ, որ այդ հաստիկները բաշխելով մարզային մարմիններում եւ Երևան քաղաքում մենք կկարողանանք ռեսուրսները մեծացնել եւ ավելի պատշաճ իրականացնել մեր արժեվ դրված նպատակները։ Եվ անշուշտ բավականին կարևոր է պետական եւ հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, ներգրավվածությունը, այս ամենը բարձր մակարդակի ապահովելը անչափ կարևոր է։ Այո, ես ամբողջովին համաձայն եմ, ես իմ խոսքում էլ նշեցի, մեր բոլոր վերասոցիալականացման ծրագրերի կազմակերպող միջոցառումների շրջանակներում մենք համագործակցում ենք տարբեր կառույցների հետ։ Բնականաբար շատ կարևոր է, որպեսզի այդ ծրագրերը լինեն կայուն, պետական աջակցության, պետական հոգատար
կուսակցության ներքո եւ նաեւ իր առաջին բնականաբար արդյունքը լինելու է այն, որ կրթվելը անձի համար լինի այլևս քրոնիկ վարքագիծ։ Այսօրվա զրույցը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ կրթությունը պարզապես գիտելիքների փոխանցում չէ, այն հնարավորություն է, կամուրջ է անցյալից դեպի նոր, ավելի կայուն ու լիարժեք ապագա։ Եվ պրոբացիայի շահառուների համար կրթությունն իսկապես կարող է դառնալ երկրորդ շանս, նոր կյանք կառուցելու հնարավորություն։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ հաղորդման հյուրերն եք, շնորհակալ եմ հետաքրքիր մտքերի եւ գործընթացների ներկայացման համար։ Եվ անշուշտ հաջողություն բոլոր նախաձեռնություններում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, տաղավարում էին Սիրարփի Մողդոսյանը, Նարե Հովանիսյանը։ Հաղորդումը պատրաստեց Աննա Սահակյանը։ Դպրություն հաղորդաշարին կարող եք հետևել Հանրային ռադիոյի պաշտոնական armradio.am կայքեջում, Facebook-ում եւ Telegram-ում։ Իսկ այսօր այսքանը։